Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում անդրադարձել է սահմանին ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին։ Այդտեղ երկու տարբերակ կա՝ կամ անկարգապահությունը, կամ դիտավորյալ քաղաքացիական բնակչությանը ահաբեկելուն ուղղված գործողությունները։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը պետք է հետաքննի եւ միջոցներ ձեռնարկի դրանք դադարեցնելու համար, ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով Հայաստանի ներսում էլ դրսում էլ կան մարդիկ, որոնք փորձում են ապացուցել, որ Հայաստանն է իրավիճակը էսկալացնում, բայց նման ապացույցներ չկան։ Մայիսի 9-ը նաև մեր հաղթանակն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես է բացատրում վարչապետ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա հավանական այցը։ Ֆակտոր TV-ն էր ազգային ժողովի նախագահից հետաքրքրվել, ինչպես է իշխանությունը վերաբերվում մայիսի 9-ին Մոսկվա չայցելելու մասին ԵՄ պաշտոնյաների կողմից հնչած հորդորին, որն ուղղված է անդամակցության թեկնածու երկրներին։ Միջպետական հարաբերությունների մեջ լինի ԵՄ-ի, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի եւ այլ երկրների հետ կա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ-որ երկրի դա դուրս չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քայլ դուրս չգա, բայց կներեք, մենք ունենք մեր շահերը, մեր տեսլականը եւ մեր ուղղությունը, ասել է Սիմոնյանը։ Իսկ թե ինչու անցած տարի վարչապետը չգնաց այդ նույն տոնին, ազգային ժողովի նախագահն ասել է. անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է։ Նախորդին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ասել էր. Եվրամիությունը շատ հստակ է արտահայտվել, չեն ցանկանում, որ անդամությանը հավակնող երկրները մասնակցեն մայիսի 9-ի շքերթին։ Հայաստանը թեև ԵՄ թեկնածու չէ, սակայն ազգային ժողովն ավելի վաղ ընդունել էր Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործերով հերթական դատական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 8-ին, որի ընթացքում մի շարք այսպես ասած տուժողներ էին հարցաքննվել։ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերն էլ առանձին են քննվում։ Հաջորդ նիստը տեղի է ունենալու ապրիլի 17-ին։ Կառավարությունը պատրաստ է եւս 2 ամսով երկարաձգել արցախցիներին տրվող աջակցությունը, սակայն ոչ թե 50, այլ 40,000 դրամ կտրամադրվի։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։ Նա նշել է, որ կառավարությունը չի ընդունել խորհրդի արցախցիներին տրվող աջակցության ծրագրերին ավելի երկարաժամկետ լուծումներ տալու առաջարկը։ Խորհրդից հայտնում են, որ փոխվարչապետի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ քննարկումներ կունենան նախ արցախցիների հետ, ապա հանդես կգան հետագա անելիքների մասին հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը։ Այդ մասին Փաստինֆոին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նախորդին տեղի էր ունեցել բողոքի ակցիա գլխավոր դատախազության մոտ, որի ժամանակ էլ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին արցախցիների դեմ գեներացվող ատելության փաստով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունների վերաբերյալ, նշելով, թե 2025 թվականի ապրիլի 14-ին Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ մի շարք հակաադրբեջանական մեղադրանքներ է հնչեցրել կապված տարածաշրջանային լարվածության, խաղաղության գործընթացի եւ Ադրբեջանում ներկայումս դատվող հայերի վերաբերյալ։ Նշվում է, թե չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ֆրանսիացի նախարարի հայտարարությունը, Բաքվում Ֆրանսիայի դեսպանը վերահրապարակել է այդ մեղադրանքները X-ի սոցիալական ցանցի իր էջում։ Մեկնաբանելով իրավիճակը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Ադրբեջանը վճռական կերպով մերժում եւ դատապարտում է Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մեղադրանքները, որոնց հղում է անում նաեւ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը։ Անկարայի դատարանը այսօր 75,000 թուրքական լիրայի 2000 ԱՄՆ դոլար տուգանք է սահմանել երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ժողովրդահանրապետականի առաջնորդ Օզգյուր Օզելի համար։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին վիրավորելու համար։ 2022 թվականի ապրիլի 26-ին Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ Օզելը հայտարարել էր, որ Էրդողանի նպատակը թուրքական դատարանների անկախությունը վերացնելն է։ Օրերս Էրդողանը Օզելի դեմ եւս մեկ հայց է ներկայացրել, այս անգամ պատճառը ընդդիմության առաջնորդի այն հայտարարությունն էր, որում նա Թուրքիայի նախագահին խունտայի պարագլուխ էր անվանել։